Ողջույն բոլորին։ Ըստ աստղաբանների ամեն ամիս լինում են մի քանի էներգետիկ ուժեղ օրեր, երբ բոլոր անախուժությունները հետին պլան են մղվում, ամեն ինչ հեշտ է ստացվում, իսկ բախտն ուղեկցում է ամեն հարցերում։ Հենց այս օրերին խորհուրդ է տրվում պլանավորել բոլոր կարևոր գործերն ու հանդիպումները։ Հենց այս օրերին է, որ առավել հնարավոր է բեկում մտցնել այն հարցերում, որոնք երկար ժամանակ կանգ են առել մշտական խոչընդոտների պատճառով։ Հենց այս օրերին ավելի լավ է անել մի բան, որն ապագայում նշանակություն կունենա ձեզ համար։ Ինչ օրեր են լինելու 2025 թվականի ապրիլին։ Դրանք կլինեն 4-ը։ Առաջինը 0404, այսպես ասած ապրիլի հայելային ամսաթիվը։ Թվաբանության մեջ 0-ն համարվում է բոլոր թվերի աղբյուրը։ Այս թիվը խորհրդանշում է գոյության բուն պատճառը։ 0 թվի սուրբ նշանակությունը կապված է նրա պատկերի հետ, որն արտացոլում է անսահմանության և հավերժության հասկացությունը, որը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ, կատարելություն, ներդաշնակություն, ունիվերսալ էներգիա, ճշմարտություն, ինքնատիպ բնույթ և բնության ցիկլայնություն։ 4-ը կյանքի, դիրքի, համառության, վճռականության, կայունության և ապագայի նկատմամբ վստահության անսասան կայունությունն է։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ առօրյա կյանքին, ընտանեկան ու ընկերական կապերին, եկամուտներին և այլն։ Այսինքն ամսաթիվը նպաստում է ամուր, հուսալի և դիմացկուն բաների ստեղծմանը։ Այս օրը շատ կարևոր է այս ամենի հիմքը դնել։ 4 թիվը 4 տարերի խորհրդանիշն է էներգիայի տարբեր հոսքերով։ Երկրի տարը պատասխանատու է բարեկեցության և հարստության ներգրավման համար։ Այն օգնում է նյութական հարստություն կուտակել, նոր գիտելիքներ ձեռք բերել և իմաստություն կուտակել։ Հետևաբար այս ամսաթվին, ինչպես նաև ամբողջ ամսվա ընթացքում, քանի որ այն անցնում է 4-ի դրոշի տակ, իմաստ ունի։ Սկսեք վերապատրաստման դասընթացներ և ծրագրեր։ Ինչ որ բան արեք ինքներդ ձեզ բարելավելու համար, լուծեք ֆինանսական հարցեր, ներդրումներ կատարեք, սկսեք նոր նախագծեր։ Օդ տարը կօգնի իրական սեր ներգրավել կյանք կամ ուժեղացնել գոյություն ունեցողը։ Ինչ որ լավ բան արեք ձեր սիրելիի համար, կազմակերպեք ռոմանտիկ հանդիպումներ, պատկերացրեք ձեր ապագա զուգընկերոջը և հարաբերությունները։ Ներողություն խնդրեք, եթե վիրավորել եք ձեզ դուր եկած մարդուն, փորձեք հաշտվել և նույնիսկ վերադառնալ ձեր նախկին հարաբերություններին։ Կրակ տարը կառավարում է կամքի ուժը և առաջնորդության որակները։ Հետևաբար 0404 ամսաթիվը բարենպաստ ժամանակ է նոր արդյունավետ կյանք սկսելու համար։ Կարևոր որոշումներ կայացրեք, առաջին քայլերն արդեն դեպի ձեր երազանքը կլինեն։ Թվարկեք նպատակներն ու խնդիրները մոտ և հեռավոր ապագայի համար։ Սկսեք իրականացնել այն, ինչ վաղուց էիք պլանավորում անել, բայց դեռ չեք սկսել։ Սա վերաբերում է և մեծ գաղափարներին, և պարզապես օգտակար սովորություններին, որոնք միշտ հետաձգվում են մինչև սկսած երկուշաբթի։ Ջրի տարը կծառայի որպես իսկական հովանավոր ստեղծագործ մարդկանց համար։ Հենց հիմա մի հապաղեք աշխարհին ցույց տալ ձեր տաղանդներն ու կարողությունները։ Հավատացեք այդ ամենին, և հաջողությունը կշրջապատի ձեզ։ Թող սա ուրախություն բերի և ձեզ, և ձեր շրջապատին։ Ապրիլի հաջորդ ուժեղ օրերն են 1404, 2204 և 2304։ Առաջիկայում դրանց մասին նույնպես ալիքում անպայման տեղեկություն կլինի, իսկ դուք բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք ապրիլ ամսվա հետ կապված ավելի հետաքրքիր տեսանյութերը։ Իսկ մենք շարժվելով առաջ, եկեք միասին բացահայտենք, թե ըստ ձեր կենդանակերպի նշանի, ինչն է ձեզ ավելի խելացի դարձնում մյուսներից։ Աստղաբանները բացահայտում են, թե կախված ձեր կենդանակերպի նշանից, ինչն է ձեզ ավելի խելացի դարձնում մյուսներից։ Խոյ, վճռականություն։ Խոյերը ակնթարթորեն որոշումներ կայացնելու ունակություն ունեն, մինչդեռ մյուսները հաճախ կասկածների մեջ են ընկնում։ Նրանք հիանալի կերպով հաղթահարում են ճգնաժամային իրավիճակները և սթրեսային պահերը, շնորհիվ Մարսի վճռականության և փարասիրության մոլորակի ազդեցության։ Նրանց արագ միտքն ու ինտուիցիան թույլ են տալիս ակնթարթորեն ելք գտնել դժվար իրավիճակներից։ Ցուլ, հեռատեսություն։ Ցուլերը բնածին պրակտիկ մտածողության վարպետներ են։ Վեներայի ղեկավարությամբ, որը պատասխանատու է արժեքների և շքեղության համար, նրանք համառորեն հետապնդում են իրենց նպատակները։ Նրանք բնածին պատկերացում ունեն ֆինանսների, ռեսուրսների կառավարման և ռազմավարական պլանավորման մասին, ինչը նրանց դարձնում է յուրահատուկ հեռատես։ Երկվորյակներ, հետաքրքրասիրություն։ Որպես օդային նշան և կառավարվող Մերկուրիի կողմից, երկվորյակներն ունեն աշխույժ ինտելեկտ և հետաքրքրասիրություն, որն օգնում է նրանց տիրապետել տարբեր հմտությունների։ Նրանք միշտ փնտրում են ամենաանսպասելի հարցերի պատասխանները, ինչը նրանց դարձնում է կենդանակերպի ամենասրամիտ նշաններից մեկը։ Խեցգետին, կարեկցանք։
Խեցգետիններն օժտված են էմոցիոնալ իմաստությամբ և խորը կարեկցանքով, ինչը նրանց դարձնում է բնական բուժողներ։ Նրանք հիանալի են հասկանում մարդկանց և ինտուիտիվ կերպով հասկանում են նրանց զգացմունքները։ Ամուր կապեր ստեղծելու և մտերիմներին աջակցելու նրանց կարողությունը նրանց անփոխարինելի է դարձնում ցանկացած թիմում։ Առյուծ խարիզմա։ Առյուծները, որոնք ղեկավարվում է արևի կողմից, ունեն պայծառ միտք և հզոր խարիզմա։ Նրանք փայլուն են լուծում ստեղծագործական խնդիրները և հեշտությամբ ստանձնում առաջնորդի դերը։ Նրանց վստահությունն ու հաջողության հասնելու ցանկությունը թույլ են տալիս հասնել անհավատալի բարձունքների գործունեության ցանկացած ոլորտում։ Կույս կենտրոնացում։ Կույսերն առանձնանում են վերլուծական մտքով և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։ Նրանք տեսնում են օրինաչափություններ, որոնք վրիպում են ուրիշների աչքից և կարողանում են ակնթարթորեն գնահատել իրավիճակը։ Տրամաբանական տեսանկյունից Մերկուրիի ղեկավարությամբ նրանք օժտված են բարձր ինտելեկտով և խորը կենտրոնանալու ունակությամբ։ Կշեռք հավասարակշռություն։ Վեներայի ազդեցության տակ գտնվող կշեռքներն օժտված են միջանձնային հարաբերությունների ապշեցուցիչ ըմբռնմամբ։ Նրանք հեշտությամբ կապեր են հաստատում, գիտեն ինչպես հարթել կոնֆլիկտները և ցանկացած իրավիճակում հավասարակշռություն գտնել։ Մարդկանց հասկանալու նրանց կարողությունը և խարիզման նրանց դարձնում են հանրաճանաչ և հարգված հասարակության մեջ։ Կարիճ խորաթափանցություն։ Կարիճներն ունեն խորաթափանցություն, որը սահմանակից է էքստրասենսորային կարողություններին։ Նրանք կարողանում են ճշգրիտ ճանաչել մարդկանց թաքնված դրդապատճառները և հասնել ցանկացած խնդրի էության։ Նրանց վերլուծական միտքը և հետազոտական մոտեցումը նրանց դարձնում են հոգեբանության և ռազմավարական մտածողության վարպետներ։ Աղեղնավոր լայն աշխարհայացք։ Աղեղնավորներն ունեն լայն աշխարհայացք և փիլիսոփայական մտածողություն։ Նրանք կարողանում են գտնել ճշմարտությունը բարդ էթիկական հարցերում և հեշտությամբ ընդունել տարբեր տեսակետներ։ Ճամփորդության, սովորելու և գիտելիքների փոխանակման հանդեպ սերը նրանց դարձնում է իմաստուն դաստիարակներ իրենց շրջապատի համար։ Այծեղջյուր նպատակասլացություն։ Այծեղջյուրները հաջող համակարգեր և կառույցներ կառուցելու վարպետ են։ Նրանք բնածին առաջնորդներ են, ովքեր կարողանում են հասնել իրենց նպատակներին կարգապահության և ռազմավարական մտածողության միջոցով։ Նրանց հասունությունն ու հեռատեսությունը թույլ են տալիս հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին և հասնել զգալի բարձունքների։ Ջրհոս նորարարություն։ Ջրհոսները միշտ մեկ քայլ առաջ են։ Նրանք նորարարներ են գիտության, տեխնոլոգիաների և ոչ ստանդարտ լուծումների առաջնագծում։ Նրանց ոչ ստանդարտ մտածողությունը թույլ է տալիս տեսնել հնարավորություններ, որտեղ ուրիշները դեռ չեն նկատել թրենդը։ Որպես հումանիստներ նրանք ձգտում են բարելավել աշխարհը։ Ձկներ էմոցիոնալ զգայունություն։ Ձկներն ունեն խորը ինտուիտիվ և ստեղծագործ միտք։ Նրանք կարողանում են աբստրակտ մտածել և երազանքներն իրականություն դարձնել։ Նրանց հուզական զգայունությունը թույլ է տալիս զգալ շրջապատող աշխարհի անտեսանելի նրբությունները և դրանք արտահայտել արվեստի, բառերի և խորը մտքի միջոցով։ Դե ինչ սիրելիներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։